Պարոն Մխիթարյան, գախել էիք Սրբազան հայրերի նկարները և մենք հիշեցինք, թե ինչպես էիք վանկարկում ազատություն սրբազաններին, ինչ սպասելիքներ ունեք ու առհասարակ Փաշինյանի այսօրով Գյումրիում գտնվելին ինչպես կմեկնաբանեք։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր գյումրեցիների ու լեննականցիների համար ողբերգական այսօրը քաղաքական շոուի վերածողին պետք է տալ քաղաքական պատասխան։ Սա իրեն քաղաքական պատասխան էր ու թող միշտ իմանան, որ աշխարհի ոստիկանություններ բերեն Գյումրի լցնեն, ընտրությունների ժամանակ աշխարհի վարչական ռեսուրսը կիրառեն, ոնց իրենք Գյումրիում 2018 թվականից ընտրված իշխանություն չեն ունեցել, այդպես է չեն ունենալու։ Իրանք մենակ ուժով կարողանալու են զավթել, ատոր, ինչը որ հիմա այս պահին անում են ու փորձում են անել, գյումրեցին երբեք իր ձայնը մեծամասնությունը գյումրեցիներ երբեք իր ձայնը իրենց չի։ Իրենք չեն մասնակցում նաև որ իրենք են ամենաշատը։ Երբ Պապոյանն նաև պնդում էր, որ այն սորենը որ պիտի գա, առաջի հացուտող ինքը պիտի լինի, թող էլ այդ հացուտի հետո կխոսենք։ Սովասքորին ինչ ասած։ Կարող է դրազդություն տակա, որ իրական զգացում չունի։ Ամեն դեպքում գյումրեցիները չմտան եկեղեցի, շատ քիչ թվով հավատավորներ են մտել եւ մենք ֆիքսել ենք, որ նրանք նախ առաջին հերթին վիրավորում են լրագրողներին եւ այսպես փչփչալով ոստիկանների հետ ներս էին մտնում, բայց ոստիկանությունը վերահսկում էր եկեղեցու ամբողջ տարածքը եւ անգամ ազատ տեղաշարժվողներին։ Սա նշանակում է, որ ի վերջո բերովի էին նաեւ հավատավորները, գյումրեցին իր խոսքը նաեւ այստեղ ասեց իր վճռական խոսքը։ Առաջինը իրենց վճռական խոսքը ասել են մեր թեմի քահանաները, հոգևորականները։ Եվ բրավո իրենց։ Շնորհակալ եմ իրենց ու իրենց ոգու ամրությունը, իրենց դիրքորոշման պնդությունը ու մինչև վերջ իրենց ստորագրություններին ու իրենց խոսքին տեր լինելը հենց Շիրակի մարզի հենց Գյումրիություն բնորոշ է։ Այդ մեկ։ Երկրորդը այն աղանդավորների բրիգադը, որը ֆռվում է այդ մարդու հետ, Ես չեմ կարող, ոնց կարող է մարդը իրեն համարի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատավոր մարդ եւ գնա դրա կողքը կանգնի կաղապարված եկեղեցու մեջ առանց մոմերի, առանց պարագաների, առանց քահանաների, առանց մեր այս պահին թեմի տեղապայի որոշմամբ նշանակված քահանայի մասնակցել ինչու Պատարով մի բանի դե ինչ այլուց կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կոջոյանի հետ գրկախառնվել։ Երևի հեղափոխության արժեքներից մեկն էլ հենց դրա համար էր, իր ուղեղի մեջ պտտվում, որ ինչ որ մի առիթով Կոջոյանը գա եւ իրեն գրկախառնվի։ Այդ գրկախառնվելու ընթացքում արդեն միանգամից մոռացվում են Վենտլիները, նախկին բոլոր մեղադրանքները, օֆշորային ինչ-որ սկանդալները, այս այն մարդն է, որը նաև Կոջոյանի միջոցով է եկել իշխանության, Կոջոյանի մասին գրելով է եկել իշխանության։ Առաջնորդարում հայկական ժամանակի շենքը իրար արժանի կներեք այս արտահայտության համար, ես երբեք մեր հոգևորականների հանդեպ այդ արտահայտությունը չեմ թողնում, իրար արժանի տեր եւ հոգեզարակ է։ Պարոն Մխիթարյան, քանի որ այսօր նաև ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է, Գևորգ Պապյանը քիչ առաջ մեծ զրույցում նշեց, որ ավերիչ երկրաշարժի մեղքն էլ քաղաքացիները զոհվել են, որովհետև կոռուպցիա է եղել, այդ ավազը, ցեմենտը, որը պատշաճ կերպով չեն լցրել, պետություններ, այդ օրվա իշխանություններն են մեղավոր եղել դրա համար։ Սովետական Հայաստանի իշխանությունների մասին է, չէ՞ խոսքը, որովհետև այդ ժամանակ ես չեմ հիշում, որ լինեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ այն բոլոր չարիքները, որ իրենք ներկայացնում են որպես գլխավոր պատճառները։ Եթե իրենք վստահ են, որ եղել է սովետական իշխանությունների կամ քաղաքաշինության վարչության, այդ ժամանակվա թերացումներ, ապա իրենք կարող են, ինչպես նախկին բոլոր գործերն են հիմա հարուցում, կարող են 88 թվականի հետ կապված գործեր հարուցեն, բայց այդ ընթացքում ես խնդրում եմ անպայման չմոռանալ
որ օդում կախված լուրերով երկրաշարժից հետո Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիում էր մոտավորապես 2 տարի եւ այն ժամանակ կարծեմ գավառապետ էր այդ պաշտոնի անունը, նախագահի պաշտոնական ներկայացուցիչն էր Շիրակի մարզում։ Հիմա իրենց падգամավորներից է, էլի։ Գյումրեցիները իրեն անվանում են հրեշ անդո։ Այդ գործերը, որ սկսեն հետաքննել, նաեւ այդ օդում կախված լուրերը սկսեն հետաքննել։ Արդյոք ճիշտ են հրեշ անդոյի հետ կապված բոլոր պատմությունները, տարբեր տեսակի գործարանների գույքերի հետ կապված, սեփականաշնորհումների հետ կապված, լուծարումների հետ կապված, այդ էլ թող սա հետաքննել։ Իսկ եթե խոսում են նրա մասին, որ Գյումրիում դեռևս տոմիկներ կան, բայց իրենք մի շենք չեն կառուցել, բայց իրենք էլ մի շենք չեն Հիմա կառուցել։ տեսեք, ուզում եմ մի հատ ձեզ բան հիշացնեմ։ Հիշում եք, որ 2019 թե 19 թվականին էր հենց քաղաքացիական պայմանագրի լոգոտիպով էլ մի հատ լուր հայտնվեց, որ այլևս աղետի գոտի հասկացողություն չկա, այս բոլոր տնակների հարցը 3 միլիարդ դրամով կարծեմ լուծել էին։ Հետո պարզվեց, որ դա ընդհանրապես կապ չունի Գյումրիում եղած տնակային այդ թաղամասերի ու տնակների հետ։ 7 տարվա ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունը Գյումրիում 1 քառակուսի մետր բնակելի տարածք չի կառուցել։ 1 քառակուսի մետր բնակելի տարածք չի կառուցել։ Դրան հակառակ պնդում եմ, տեսեք, 7 տարվա իշխանության, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների օրոք, Ռոբերտ Քոչարյանի 7 տարվա կառավարման տարիների օրոք եւ Սերժ Սարգսյանի կառավարման 7 տարվա օրոք ինչքան բնակարան է կառուցվել։ Ես համեմատությունը հենց այդ 7 տարին չեմ ասում 10 տարի։ 7 տարի իրենք են իշխանության, 7 տարի իրենք են իշխանության, 7 տարվա 1 քառակուսի մետր 1 բնակարան չի հանձնվել Գյումրիում, թեկուզ սոցիալապես անապահով մարդկանց, որովհետև կան մարդիկ, որոնք այսօր տնակներում են ապրում, կյանքը այնպես է ստիպվել, որ ենթադրենք ամուսինն է, այնպիսի հիվանդություն է ունեցել, որ ինքը բնակարանը ստացել է, բնակարանը վաճառել է այս իրական դեպք է պատմում։ Բնակարանը վաճառել են ամուսնու կյանքը փրկելու համար, որպեսզի հիվանդանոցային ծախսերը հոգան, ամուսնու կյանքն էլ փրկել չի հաջողվել։ Ու հիմա այդ ընտանիքը արդեն մոտավորապես 16-17 տարի ապրում է տնակում։ Հիմա պետությունը Բայց ամբողջ ԿՊԱ-ականները դարձել են կառուցապատող, դե թող իրենց կառուցապատման ծրագրերով թեկուզ մարդկանց կաներ շնորհել։ Ինչ այլուց պետք է այդ կառուցապատմաններ Վաղարշակ Հակոբյանը, որովհետև իրենք ինչով զբաղվում են, շատ վատ են զբաղվում։ Իրենք ամենալավ զբաղվում են մենակ պետական ինստիտուտները, մեր ազգային արժեքներն ու ավանդույթները քայքայելով։ Այդ է իրենց մոտ մենակ։ Լավ, այս ամեն ինչի վերջը դուք ինչպես եք տեսնում եւ արդյոք ռիսկ չկա, որ եկեղեցին դատարկելու պայման, որ երեք դրվել է ԱԱԾ-ի կողմից, հնարավոր է նաեւ Հովանավանքի ճակատագրին արժանացնելու նպատակով է արվել, որպեսզի 7 վերք եկեղեցին եւս կարողանան խլել մայրաթորից, ինչպես որ դարել են Հովանավանքի պարագայում։ 7 վերք եկեղեցին Անցառում եք այս սցենարը։ 2 անգամ թուրքական օկուպացիայի ընթացքում չի փակել իր դռները ու դիմացել է 26 թվականի ավերիչ երկրաշարժին 1926 թվականի, դիմացել է 88 թվականի երկրաշարժին, չնայած վնասվել էին 2 գմբեթները։ 7 վերջը էս էլ կհաղթահարի, մեր թեմը էս էլ կհաղթահարի, գյումրեցիները էս էլ կհաղթահարեն, որովհետև գիտեք Բայց անդադ բախումների սցենարը կարծես տեղի ուսվում։ Նիկոլայի ժամանակվանից, Ցայր Նիկոլայի ժամանակվանից մեր եկեղեցին կարողացել է բռնաճնշումներին դիմանալ։ Հետո դիմացել է բոլշևիկների բռնաճնշումներին։ Բայց երբեք դրանք ներքին իշխանության ձեռքերով չեն արվել։ Մնացել է մեկ հենասյուն, եկեղեցին, պարզ է, որ տվյալ ազնվորության նպատակը եկեղեցու հիմքերը սասանելն է, որպեսզի ավելի հեշտ կարողանա ապագա ընտրություններում վերաշխատվի։ Ես իրեն երաշխավորում եմ, որ չի ստացվել կոմոդ։ Պիտի օծվի նորից վերաօծվի մաքրվի եկեղեցին ձեր կարծիքով։ Ես կարծում եմ մեր քահանաները կգտնեն դրա լուծումը։ Ես չեմ ուզում ինչպես միշտ հայտարարեմ, որ չպետք է երբեք խառնվենք եկեղեցու գործերին, հիմա էլ չեմ ուզում իմ կարծիքը այդ առումով հայտնել, ես վստահ եմ, որ մեր քահանաները եւ մեր թեմը կգտնի ամենաճիշտ լուծումը, որը համապատասխանում է մեր եկեղեցական կանոնին եւ այդ հարցը կլուծի։ Ասելիք ունեք այն գյումրեցիներին, ովքեր տոտալ վերաբերմունք արտահայտեցին հարկամայլով տնից դուրս գան իրենց ասելիքն ասեն ու գնան։ Նրանք գոռում էին, դժգոհություններ էին արտահայտում, վիրավորում էին անգամ իշխանություն եւ ասում են չի կարելի այսպես ահաբեկել Գյումրին, Գյումրեցուն եւ չի կարելի ներխուժել եկեղեցի, եթե ձեզ մերժել են ու կողպել են ձեր առաջ դռները։ Սիրելի գյումրեցիներ, հազար ողորմի բոլորիս անցորած,
այս ողբերգական օրը ցավոք սրտի որոշ մարդիկ որոշեցին ուշադրությունը մեր շիրիմներից, մեր գերեզմաններից շեղել, բայց խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին, որ դուք ձեր գերեզմաններին, ձեր շիրիմներին աչալուրջ եղաք, ուշադիր եղաք, չանտեսեցիք, կապ չունի, ես նաև գիտեմ, որ շատ պաշտոնյաներ են այսօր հրաժարվեց տեղ ներկայացել են, ովքեր զոհեր են ունեցել երկրաշարժ։ Ապրեք ժողովուրդ ջան, մի օրվա կյանքով չեք ապրում, որովհետև կներեք մայից հետո դուք տեղ պատասխան պետք է տաք ձեր հանրությաններին։ Գալով այսօրվա ձեր քիչ առաջ դա կանցկացրեցին, պաստառներ կանցկացած հա սրբազանների։ Ներքևում իրավապահները հետաքրքրում են ով էր կապողը, ով էր չի կապողը, դավախություն չուներ, որ ձեր հետևից այդպես ասած կգան։ Այդ թող գան, ասենք եկան, հետո իրենք իրավապահները դիմտացեն իրենց հոգու փրկության մասին, իմ հետևից գալու չգալու մասին թող չմտածեն։ Քաղաքական ակցիա անող քաղաքական իշխանության ներկայացին, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչը պատասխանել է քաղաքական ակցիային։ Թող գան Նիկոլին, որը սահմանադրական կարգի տապալումով է հենց հիմա փաստացի զբաղված, եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարելով։ Հենց եկան Նիկոլի հետևից, թող հետևից իմ հետևից եկան։ Դեր կկանգնեք ձեր պլակատին։ Մենք Գյումրիի քաղաքապետարանի շենքում ենք։